Շնորհակալություն եմ հայտնում այն մեծ գործի համար, Տեր, որ դու անում ես մեր կյանքում։ Շնորհակալություն եմ հայտնում քեզ այդ մեծ գործի համար, Տեր։ Այո, Տեր, ես խնդրում եմ, որպեսզի դու մեր մեջ քո սուրբ հոգով ներգործես, Տեր։ Ես խնդրում եմ, որպեսզի դու քո հոգով մեր մեջ շարժվես, Տեր։ Հալելույա, փառք ես, Տեր։ Փառք ես, Տեր։ Հալելույա։ Շնորհակալություն քեզ։ Խնդրում եմ քո սուրբ փոխհոծությունը, ներգործությունը, խնդրում եմ քո այցելությունը, Տեր։ Խնդրում եմ, որպեսզի դու Աստվածին այսօր ներգործես մեր մեջ, ցույց տաս Աստվածին, ցույց տաս այն ինչ որ ուզում ես այսօր մեր հետ խոսալ։ Այո, Տեր, մենք այսօր բացում ենք մեր սրտերը քո գահի առջև։ Խնդրում ենք, որպեսզի դու խոսես մեզ հետ։ Մենք կարիք ունենք քո խոսքերին, Տեր։ Մենք կարիք ունենք, որ դու մեզ առաջնորդես։ Փառք ես, Տեր, փառք ես Հիսուս։ Թող քո սուրբ սքանչելի եւ փառավոր անունը մեծարվի, փառավորվի Աստվածին, այժմ եւ հավիտյանս հավիտենից։ Հալելույա, ամեն, ամեն ու ամեն։ Փառք Տիրոջը։ Խնդրեմ նստեք։ Ուրեմն այսօր ես մի քարոզ եմ պատրաստել, ավելի ճիշտ ասած, անկեղծ խոստովանեմ ձեր առջև, այս քարոզը երբ որ Տերը տվեց ու ես գերեցի, աշխատանք էի տանում երկար ժամանակ սրա վրա, ես մի հատ հարց իմ մոտ առաջացավ, Տեր, ասում եմ, այս քարոզը մեծ քարոզ է ու մեծ գործի համար քարոզ է, ինչ ես դա ինձ տալը, ես շատ փոքր մեկն եմ ու շատ փոքր բան կարող եմ անել, բայց Տերը, երբ որ ես աղոթում եմ տողությամբ մի բան հասկացա, որ Տերը մեզ ինչ որ բանի պատրաստում է, դրա համար էլ այս քարոզը տալիս է։ Նման քարոզները, երբ որ հնչում են, սրանք ես հավատում եմ, որ մեզ պատրաստում են ինչ որ մի բանի, եւ մենք պետք է հավատքով պատրաստվենք, որպեսզի կարողանանք հասկանալ եւ ըմբռնել այն ինչ որ կատարվում է մեր կյանքում։ Ուրեմն քարոզի վերնագիրը վերնագրել է մի քիչ երկար է, բայց կարող ենք կարճ անվանել, կարճ անվանումը ինչ հոգի է այսօր մեր մեջ գործում։ Եվ ամբողջ քարոզի վերնագիրը կարող ենք ասել այսպես. վերջին ժամանակների հոգիները, որոնք փորձում են կործանել կամ փոխարինել եկեղեցու հոգին, որը Տիրոջից է։ Այսինքն վերջին ժամանակներում կան հոգիներ, որոնք փորձում են փոխարինել այն հոգուն, որը Տերը տվել է եկեղեցուն։ Տերը տվել է եկեղեցուն, մենք վերջում կկարդանք ինչ հոգի է տվել եւ մյուս իմ քարոզն էլ դրան վերաբերվելու ինչ հոգի է Տերը տվել եկեղեցուն ու մենք փուլ առ փուլ պետք է նայենք, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ այսօր աշխարհը լցված է պատձերկայով, աշխարհը լցված է բաներով, որոնք փորձում են փոխարինել։ Նույնը եկեղեցում է կատարվում, նույնը կատարվում է Աստծո արքայության մեջ։ Հակառակորդը փորձում է ամեն ձև փոխարինել օրիգինալը։ Եվ հիմնական խոսքը, որ ուզում եմ ձեզ համար կարդամ, դա Եփեսացիս 6:12 խոսքն է, որովհետև մենք պատերազմում ենք ոչ թե մարմնի եւ արյան դեմ, այլ մենք պատերազմում ենք ոչ թե երևույթների դեմ, գործողությունների դեմ, մենք պայքարում ենք այն չար ոգիների հետ, որոնք կանգնած են այդ երևույթների կամ այդ մարդկանց գործողությունների մեջքին։ Ես ուզում եմ, որ դուք հասկանաք, որ ես այս քարոզով նպատակադրված չեմ, ինչ որ մի եկեղեցու, ինչ որ մի քրոջ կամ եղբոր ուղղությամբ ինչ որ քարգցեմ։ Որտեւ իմ պատերազմը մարդկանց հետ չի, իմ պատերազմը այն ոգիների դեմ է, որոնք այսօր փորձում են ներգործել, փորձում են շեղաթուրել, փորձում են մարդկանց խաբկանքի մեջ գցել, էլյուզիա ստեղծել, որ իրանք ճշտի մեջ են, որ իրանք Աստծո հոգու մեջ են, բայց իրականում իրանք ընկել են ինչ որ հոգևոր ազդեցության տակ, որը Աստծո արքայությունից չի բխում։ Որտեղ Աստծո արքայությունից բխող հոգին փառավորում է ում Աստծուն, Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես մի բան եմ գիտակցել եւ ըմբռնել, որ վերջին օրերում Սատանան չի փորձում
մարդկանց հալածանքներով Աստծուց հեռացնել։ Եթե կան երկրներ երկրի վրա դեռ, որտեղ կա հալածանք քրիստոնյաների նկատմամբ, կան տեղեր, որտեղ մարդկանց դեռ Քրիստոսի անունի համար կարող են մորթել, սպանել, կան երկրի վրա այդ ձև երկրներ, ես գիտեմ, որ անցած տարվա մեջ բավականին շատ մարդիկ են նահատակվել Հիսուսի անունի համար։ Բայց այսօր մեր շրջապատում, այն երկրներում, որ մենք ենք բնակվում, չկա նման հալածանքներ։ Չեն բանտարկում քրիստոնյաներին, չեն սպանում, բայց Սատանան մի հատ ուրիշ տակտիկա է բռնել։ Նա փորձում է մարդկանց մեջ սերմանել շեղված հոգիներ, որոնց հետևելով մարդիկ իլյուզիա են ստեղծում, որ իրանք աստվածապաշտ են, բայց իրականում Աստծուց հեռու են։ Կան մի քանի ոգիներ, որոնք այսօր մենք կտեսնենք։ Մենք այսօր խոսելու եմ 7 կոնկրետ ոգիների ուղղությամբ, որոնք այսօր գործում են աշխարհի վրա, հաճախակի եկեղեցու մեջ, որոնցից մենք պետք է զգուշանանք ու մեր սրտերը քննելով շտկենք, եթե հանկարծ ինչ-որ մի ազդեցության տակ ընկնենք։ Առաջի ոգին կամ հոգին, որի դրսևորումը կա այսօր երկրի վրա, ես անվանել եմ Կայենի հոգին։ Որն էր Կայենի հոգին։ Մի քիչ մտածեք։ Նախանձ, որի հետևանքում եղավ եղբայրասպանություն։ Կայենը չկարողացավ ընդունել այն փաստը, որ իր եղբոր զոհը ընդունվեց։ Կայենը չկարողացավ դա մարսել, այս ձև ասեմ։ Կայենը չկարողացավ։ Ու ինչ կատարվեց։ Կայենը այդ փաստի, այդ նախանձի հիման վրա իր սիրտը բռնկվեց չարությամբ, իր սիրտը բռնկվեց ատելությամբ, դժգոհությամբ, նայեք ինչ հետևանքներ առաջացան։ Նա ոչ միայն իր եղբորը ատեց, նա դժգոհություն հայտնեց Աստծուն, Աստծուն մեղադրեց, որ դու իր ընծան ընդունեցիր, իմը չընդունեցիր։ Այսօր է նույն բան կատարվում է, մարդկանց մեջ առաջանում է նախանձ ծառայողի նկատմամբ։ Ինչ որ մեկը մի լավ բան անում, մարդկանց մեջ գալիս է նախանձ։ Մի հատ եկեղեցու նկատմամբ նախանձ առաջացնում։ Ես ուզում եմ ասեմ, եղբայրներ, քույրեր, ես այս խոսքերը խոսում եմ ոչ թե ուղղակի абստրակտ բաների մասին, այլ ռեալնի, գործող երևույթների մասին, որոնց մեջ կարող եմ ես էլ լինեմ։ Դրա համար ես առաջի հերթին այս քարոզը ինձ համար եմ, Աստված ինձ հետ է խոսացրել առաջի հերթին, որ ես իմ սիրտը քննեմ։ Կա արդյոք իմ սրտի մեջ նախանձ ինչ-որ մի հատ եկեղեցու նկատմամբ, կա ինչ-որ նախանձ ինչ-որ մի ծառայողի նկատմամբ, կամ ինչ-որ մի մարդու նկատմամբ։ Լսեք, գոյություն ունի բարի նախանձ։ Պողոս առաքյալը ասում է, նախանձավոր եղեք Սուրբ Հոգու պարգևներին։ Իրարից առաջ անցեք, նախանձավոր եղեք հուրահրության մեջ։ Բայց կա սրա մեջ նախանձ, որը մարդու խաղաղությունը գողանում է։ Նախանձ, որը մարդու հոգու մեջ բերում է դառնություն։ Սա Կայենի հոգին էր, որ ինքը նախանձի հիմնված դառավ մարդասպան։ Աստծո խոսքը ասում է, եթե մեկը իր եղբորը ատում է, նա մարդասպան է։ Ու վերջ ասեմ ձեզ, որ Աստծո խոսքն ասում է, մարդասպանները Աստծո արքայություն չեն ժառանգի։
Պարտադիր չի, որ մեկը վերցնի ատրճանակ ու ինչ-որ մեկին գնդակահարի, որ ինքը դառնա մարդասպան։ Երբ որ քո մեջ կա նախանձ ուրիշի հաջողության նկատմամբ, երբ որ տեսնում ես մեկը իր կյանքի մեջ հաջողակ է, իր ծառայության մեջ հաջողակ է, իր գործի մեջ հաջողակ է, ու քո մեջ նախանձ է բարձրանում, դու պետք է զգուշավոր լինես, դու կարող ես հայտնվել այդ Կայենի ոգու ներկայության տակ, որը մեզ տանում է կործանում։ Մեր հաջողությունը կապում է։ Ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Նախանձը գողանում է մարդու օրհնությունը։ Հիշի։ Նախանձը գողանում է մարդու օրհնությունը։ Քննիր քո սիրտը։ Քննիր քո սիրտը։ Եթե դու ընկել ես այս ազդեցություն տակ, նայեք, Կայենի հոգու մեջ, բացի նախանձը, առաջացավ Աստծո նկատմամբ մեղադրանք։ Գիտեք այդ մեղադրանքը որն էր Աստծո նկատմամբ, որ դու արդարացի չես։ Ես էլ զոհ բերեցի, իմ աղբերն է, բայց իրանը ընդունեցի, իմը չընդունեցի։ Թող մեր կյանքում իրականում նախանձը տեղ չունենա։ Թող մեր սրտում իրականում հպարտությունը տեղ չունենա։ Թող մեր սրտում դժգոհությունը տեղ չունենա։ Որովհետև դրանք մեզ բերում են այն վիճակին, որտեղ մենք դառնում ենք Աստծուն հակառակորդներ։ Լսում ես։ Կայենը դառավ Աստծուն հակառակ մեկը։ Կայենը դառավ մեկը, որը Աստծու թշնամի համարվեց։ Եվ հետո, երբ որ Աստվածաշնչի մեջ հիշատակվեց Կայենի անունը, հիշատակվեց որպես Աստծո թշնամու անուն։ Եվ այսօր եկեղեցիներում, եկեղեցու հանդեպ գործում է այս ոգին։ Ես ուզում եմ քեզ ասեմ, եղբայրս, քույրս, կան տարբեր եկեղեցիներ։ Մենք դատավոր չենք ոչ մեկին, բայց ուզում եմ քեզ ասել, որ մենք իրավունք չունենք նախանձելու, մենք իրավունք չունենք դատելու։ Կայենը սպանեց իր եղբորը, որովհետև ինքը որոշեց, որ ինքը դատավոր է։ Ու իր դատը հիմնված էր իր նախանձի վրա։ Մենք իրավունք չունենք գործելու ինչ-որ եկեղեցու նկատմամբ, մենք իրավունք ունենք ճշմարտությունը հռչակելու, մենք իրավունք ունենք ասելու Աստծո խոսքը։ Հնարավոր է ինչ-որ եկեղեցի այդ խոսքի մեջ դատապարտվի, որովհետև մենք ճշմարտությունն ասենք, որովհետև այսօր ես դատապարտում եմ այն եկեղեցիները, որոնք թույլատրում են միասեռամոլությունը։ Ես չեմ կարող դա ընդունել, որովհետև Աստծո խոսքը կոնկրետ խոսում է դրա մասին։ Աստված կոնկրետ դեմ է այդ հասկացողության, ու մենք չենք կարող այսօր լռենք դրա մասին։ Մենք պետք է հռչակենք, որովհետև մենք դրված ենք Աստծո կողմից մարդիկ, որպեսզի հռչակենք ճշմարտությունը։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, մենք ոչ մի եկեղեցի իրավունք չունենք նախանձելու, եթե իրանք հաջողակ են, իրանք ինչ-որ մի բան են անում, ու իրանք շուրջ ավելի շատ մարդ հավաքվում, մենք չպետք է նախանձենք։ Ճշմարտության կողմը միշտ քիչ որ է լինում։ Այսի հիշեք, բայց մի բան ասեմ։ Աստված մարդուն օրհնում է այնտեղ, որտեղ Աստված իրան դրել է։ Այս միտքը գրանցեք ձեր սրտի մեջ։ Փառք Հիսուսին, ուրեմն Հովհաննես առաջի Հովհաննես 3:15-ում ասում է. ով ատում է իր եղբորը, նա
մարդասպան է։ Քննիր քո սիրտը, թողես Կայենի հոգին, այդ նախանձի, Աստծո դեմ հակառակվելու, ըմբոստանալու հոգին չգործի քո իմ կյանքի մեջ։ Մենք պետք է զգուշ լինենք դրանից։ Ասեմ ձեզ, որ ոչ մեկը ապահովագրված չի, որ չի ընկնի այդ ազդեցության տակ։ Ես եւ դու կարող ենք ընկնել այդ ազդեցության տակ։ Փառք քեզ Տեր ջան, որ դու մեզ զգուշացնում ես։ Երկրորդ հոգին, որ այսօր գործում է, չգիտեմ հոգի անվանեմ, թե ոգի անվանեմ, որովհետև սա մարդու հոգի է, որը, ես մոռացել ուրեմն ներածությունը մենք լսեցինք, հիմա առաջինը Կայենի հոգին, այդ պատմությունը 4 գլխի, Ծննդոցի 4 գլխի 3-ից 8 խոսքերի մեջ է, հաջորդ հոգին Քամի հոգին։ Քամին ճանաչում եք։ Քամի չէ, որ ֆրֆրմա։ Կա մարդ, որի անունն էր Քամ, Նոյի որդին էր, ավագ որդին էր։ Կարծես թե ժառանգորդն էր, որ պետք է դառնար ժառանգորդ Նոյի համար։ Նոյը Աստծո համար արդար մեկն էր, որտեղ ասում է աշխարհի վրա ուրիշ ոչ մեկին չտեսավ արդարն է։ Եվ այդ աշխարհի մեջից միակ մարդը, որ փրկվեց իր ընտանիքով, դա Նոյն էր։ Ու մի հատ բան, որ տեսնում ենք, Քամի ոգին։ Դա գրված է Ծննդոց 9-րդ գլխի 20-ից 27 խոսքերի մեջ։ Ինչ սա արավ, Քամի հոգին ինչպես դրսևորվեց։ Քամի հոգին դրսևորվեց մերկություն չծածկել։ Իրա հորը ինքը մերկ տեսավ, ինքը չծածկեց, գիտեք ինչ արավ, դուրս եկավ ու գնաց իրա եղբայրներին պատմեց։ Եղբայրները ինչ արեցին, հիշում եք պատմությունը։ Ասում է իրանց ուսին գցեցին մի հատ պակրիվալ եւ հետ գնացին, որպեսզի իրանց հոր ամոթը չտեսնեն։ Ու այդպիսով ծածկեցին իրանց հոր մերկությունը։ Սա շատ խորհրդավոր ներգործություն է։ Ինչ ենք մենք անում, երբ որ մեկի սխալը տեսնում ենք։ Մանավանդ եթե այդ մարդը ծառայող է կամ Աստծո մարդ է։ Կարող ես ես շրջվել ու սկսես աղոթել իր համար, բարի խոսել։ Գիտեք, այսօր մարդկանց ականջները հետաքրքրված է բամբասանքի նկատմամբ։ Գիտեք դրա մասին։ Անկամ եթե խոսում են իրար, մենք յուրաքանչյուրս, եթե մենք լսում ենք, որ ինչ որ երկու օքի իրար խոսում են մի երկու բառ մեզ հասնում է, մնացածը չենք լսում, մենք լարվում ենք, ուզում ենք լսած լինենք, ինչ են խոսում։ Քամի հոգու ներգործությունն է դա բամբասանքը, մարդկանց ծառայողների մանավանդ սխալները տարածում, քննադատում, ամոթի բացահայտում եւ մի հատ կարևոր բան, ուրիշի անհաջողությունից հրճվող կամ ուրախացող։ Սա մի հոգի է, որը այսօր գործում է եկեղեցիներում մարդկանց մեջ։ Գիտեք, երբ որ մարդիկ լսում են, որ ինչ որ մի եկեղեցի անկում ապրեց, ուրախանում են։ Ես ականատես եմ եղել նման բանի, ժողովուրդ։ Ես նման բանի վկա եմ եղել։ Երբ որ մի հատ եղբայր եկավ, սենց ուրախացած, պատմեց մի հատ եկեղեցու մասին, որ իրանցից մեկը գնացել էր ու դեղ դատարկ էր եղել, մարդ չէր եղել։
Սա ուզում եմ քեզ ասեմ, որ սա այդ քամի հոգին է, որը ճիշտ հոգի չի, Աստծո չի։ Աստծո հոգին ուրիշ ներգործություն ունի մարդկանց մեջ։ Փառք Տիրոջը։ Ուրեմն առաջինը Կայինի հոգին էր, երկրորդը քամի հոգին էր, երկու խոսքեր կարդանք սրա տակ, Առակաց 10:12-ը, գրեմ թե չգիտեմ։ Ուրեմն սերը ծածկում է բոլոր հանցանքները։ Առաջին Պետրոս 4:8-ում ասում է սերը ծածկում է բազմաթիվ մեղքեր։ Սա չի նշանակում, որ սերը չի հանդիպում։ Մենք դրա մասին խոսանք մի քիչ ավելի ուշ հաջորդ կետերի մեջ, բայց ուզում եմ արդեն ասեմ ձեզ նախորոք այս միտքը։ Մենք հաճախակի, երբ որ լսում ենք սիրով վարվեք, սիրով գործեք, մեզ համար մտածում ենք, որ մենք պետքա շողոքորթենք մարդուն, պետքա իր ուզած բաներն ասենք։ Գիտեք, եկեղեցու կործանումներից մեկը այն պատճառով է, որովհետև մարդիկ սկսեցին քարոզել այն, ինչ որ մարդկանց հաճելի է։ Ոչ թե այն, ինչ որ մարդիկ կարիք ունեն, ոչ թե այն, ինչ որ Աստված է ասում, այլ այն, ինչ որ մարդկանց հաճելի է, որովհետև ես հիշում եմ մի անգամ դաժե դեպք եղավ, որ մի հովվի հետ խոսալուց ասեցի, որ եղբայրս իսկ ինչու այս թեմաներով չեք խոսում, ասավ, եթե մենք այդ թեմաներով խոսանք, մեր եկեղեցում մարդ չի մնա։ Դրա համար մենք իրանց ասում ենք այն, ինչ որ իրանց հաճելի է լսել։ Ուզում եմ քեզ ասեմ, սիրով ծածկել չի նշանակում չօգնել այդ մարդուն այդ վիճակից դուրս գալ։ Ընդհակառակը, ուզում եմ քեզ ասեմ, սերը հանդիմանում։ Լսում ես? Սերը մենակ չի շոյում, սերը շոյում է, գրկում է, բայց նաև հանդիմանում է։ Սերը նաև ապտակում է։ Տիրոջ խոսքի մեջ գրած է, Տերը ասում է, անձամբ ինքը ասում է, ում որ սիրում եմ, նրան ծեծում եմ։ Ես երիտասարդ էի շատ ու կյանքից մեջ դեռ ծեծ չէի կերել Աստծո կողմից, սենց ասեմ։ Ոչ մի դժվարություն, փորձություն չեղնեին, անհոգ ժամանակներն էր իմ հոգևոր կյանքի։ Ու մի օր կային դժվարություններ, բայց չէի գիտակցում։ Մի օր սենց եղբայրները պատմում էին իրանց փորձությունների մասին, ինչպես է կատարվում իրանց կյանքում եւ այլն։ Ես էսենց մի քիչ նեղված եկա Տիրոջ առջև, ասի Տեր, մի գուցե դու ինձ չես սիրում, որ ինձ չես ծեծում։ Այս եղբայրները պատմում են ոնց ես իրանց ապտակում, ոնց ես իրանց հանդիմանում, բայց իմ կյանքում նման բան չկա։ Ասի եթե սիրում ես ինձ էլ չես թող։ Բայց մի օր եկավ հասավ այն պարագային, որ ասեցի Տեր, հավատում եմ, որ դու ինձ սիրում ես, հերիքա ծեծես ինձ էլ չեմ ուզում։ Այսինքն սերը մենակ նա չի, որ քեզ շոյի, սերը նաև նա է, որ երբ որ քեզ հանդիմանում է։ Բայց ստեղ Աստծո խոսքը ասում է, սերը ծածկում է բազում մեղքեր, սա ինչ է նշանակում։ Սա չի նշանակում, որ մարդը աչքերը փակում է քո մեղքի նկատմամբ։ Մենք քանի որ երեք մի հատ օր էր Համբուրգում, որ մեզ համար սենց ստրեսի օր էր, սենց ասեմ, նորմալ մարդկանց համար, որովհետև Համբուրգը երեք դժոխք էր դառը։ Այդ միասեռամոլների տոնն էր, պարադն էր, եսիմ ինչ էր, ամբողջ քաղաքը լցված էին դրանցով։ Ու ինչ որ մեկը կանգնած եկեղեցում մի հատ մեծ տաճարի մեջ իրա ներկայացնում էր իրան ու ասում էր մեկ դատի ու դրանով արդարացնում էր իրա անելիքը, իրա արածը, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ մեկ դատի չի նշանակում մեկ հանդիմանի։
մեկ դատի, սա չի նշանակում, որ մարդկանց մեկ ցույց տու ճիշտ ճանապարհը։ Մենք լսեցինք Կայենի մասին, որ Կայենը նախանձից դատապարտեց ու իր գործ դրեց իր դատապարտությունը իր եղբոր նկատմամբ, սպանելով նրան։ Չէ՞։ Մենք ոչ մեկին չենք պատրաստվում սպանել, բայց ուզում ենք ճշմարտությունը ասել։ Ամեն։ Ու դրա համար գալիս է երրորդ հոգին, որը գործում է երկրի վրա, եկեղեցիների մեջ, էդի կարելի է ասել ապստամբության հոգի, կարելի է ասել ճշմարտությանը դեմ հոգի։ Երկրորդ Տիմոթեոս 3:8 խոսքի մեջ ասում է. այն ինչպես որ Հանեսը եւ Հերմեսը Մովսեսին հակառակ կեցան, այնպես էլ սրանք հակառակ կենում ճշմարտությանը, մարդիկ մտքով ապականված այն անպիտան հավատքի համար։ Արտագուստ խոսում են արդարության մասին, բայց իրականում առաջնորդվում էին հպարտության։ Ինչ է սա նշանակում։ Երբ որ մարդը հակառակվում է Աստծո կարգին։ Ասում եք, Աստծո դրած կարգին, օրենքին հակառակվում է մարդը։ Սա ամբաստավանության, սա ճշմարտությանը հակառակության հոգի է, որ Պողոս առաքյալը գրելով Տիմոթեոսին ասում է անպիտան են հավատքի համար։ Մարդիկ, որոնք մշտապես հակառակվում են այն ամենին, ինչ Աստված ասել է։ Փորձելով Աստծո խոսքը հարմարացնել իրանց մտքերին եւ ուզածին կամ իրանց անելիքին։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, երբ որ մենք Աստծո խոսքը դնում ենք մի կողմ, հեռանում ենք Աստծո խոսքի ճշմարտությունից ու սկսում ենք առաջնորդվել մարդկանց ասելիքներով։ Ինձ համար Աստծո խոսքի կողը հավասար ոչ մի գրականություն կամ ոչ մի հեղինակություն գոյություն չունի։ Անկախ նրանից, ինչ հաջողակ մեկն է գրել։ Մենք անցած կիրակի լսեցինք Հովակիմ եղբոր քարոզը Աստծո անփոփոխ խոսքը։ Մի խոսք, որ Աստված արձակեց ու իր խոսքի հետև է կանգնեց, որ սա իրականանա։ Եվ ոչ մի բան չի կարող վերադառնալ Աստծուն առանց կատարվելու։ Ուրեմն, մի քանի խոսքեր պետք է կարդամ ձեզ համար, որտեղ գրված է. միթե Տիրոջ համար ողջակեզները ու զոհերը այնքան հաճելի են, որքան Տիրոջ ձայնին հնազանդվելը։ Ապա ահա հնազանդությունը ավելի լավ է, քան զոհը, եւ լսելը խոյերի ճարպից ավելին է։ Աստծուն հնազանդվելը ավելի թանկ է։ Եվ երկրորդ Տիմոթեոս 4:3 խոսքը, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն համբերելու, այլ իրանց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կդիզեն իրանց վրա, իրանց լսելիքները մրմնջելու համար։ Մի հատ ուրիշ թարգմանություն ասում է իրանց լսելիքները շոյելու համար։ Էսեն էր, որ ասում էի, որ մարդիկ հաճախակի լռում են ճշմարտության վերաբերյալ, որովհետև իրանք կկորցնեն իրանց լսարանները։ Իրանք մարդուհաճոյ բաներ են խոսում, բայց ոչ Աստծո խոսքը։ Ես հիշում եմ մի հատ իրավիճակ, երբ որ մի հատ հովվի հարց տվեցին, կներես եղբայրս, իսկ դու ձեր եկեղեցում երբևիցե
մեղքի մասին քարոզած կաս։ Ասում է չէ։ Ես մենակ կանչված եմ քարոզելու Աստծո սիրո մասին։ Եվ մարդիկ ունեն Սուրբ Հոգի, եթե մեղք կա, ինքը Սուրբ Հոգին իրանց հետ կխոսա։ Լսեք, այսօր ճշմարտությունը արհամարված մի գործիք է երկրի վրա, բայց ուզում եմ քեզ ասեմ, հենց այդ ճշմարտությունն է, որ Հիսուսն ասավ, ես եմ ճշմարտությունը։ Ասում ես, արհամարելով Աստծո խոսքը, ապստամբելով Աստծո խոսքի նկատմամբ, ես եւ դու ապստամբում ենք անձամբ Հիսուսի նկատմամբ։ Հիսուսը իր կյանքի մեջ, երբ որ մարդիկ իր շուրջը հավաքվել էին ու մտածում էին, Հիսուսը մի հատ նոր վարդապետություն ա բերել, որ իրանց ազատագրել ա Մովսեսի օրենքից, Հիսուսը ասավ, երկիր ու երկինք կանցնեն, բայց Աստծո ասած խոսքից մի նշանավոր անգամ չի անցնի, մինչև չկատարվի։ Տերը թող մեզ օգնական լինի, որպեսզի մենք ինքներս չմնենք այս խաբեության մեջ, կորցնելով ճշմարտությունը մեր կյանքի մեջից։ Մի հատ նորից եմ ուզում այս խոսքերը կարդամ, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չի ընդունվի։ Տեղ չի տրվի, չեն համբերի մարդիկ, ձանձրալի կլինի իրանց համար, չեն ուզենա լսել, այլ իրանց հատուկ ցանկությունների համեմատ վարդապետներ կգտնեն նրանց։ Ես մտածում եմ, սա հենց խոսքը գնացել է մեր ժամանակների մասին, որովհետև այսօր ես եւ դու կարող ենք ընտրել մեր ճաշակով քարոզիչների։ YouTube-ը բացի, քո ինչ ճաշակ ունես, այդ ճաշակով քարոզիչ կա։ Ինչի մասին ուզում ես, խոսում են դրանք։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, մի հատ դրվագ եմ հիշում, երբ որ ծարավ մարդուն հարցնում եմ, իր առաջը լիքը բաժակներ էր, ոսկուց, արծաթից, խրուստալից, փայտից, ու ծարավ մարդուն հարցնում եմ, որ բաժակով կնախընտրես խմել ջուր։ Այս մարդ հարցել է, գիտեք, ես ջրի կարիք ունեմ, ես բաժակի կարիք չունեմ։ Ինձ համար իրական չի, որ բաժակով կխմեմ։ Ու թող այսօր մեր մեջ խոսա մեր Աստծո ծարավը։ Քլենդերն մի հատ բան էր ասում էր, եթե դու կորցրել ես քո ծարավը, քո ճիշտ ժամանակն է ծոմով եւ աղոթքով գալ Տիրոջ առջև։ Եթե դու դադարել ես Աստծո հանդեպ ունենալ ծարավ, սա խոսում է նրա մասին, որ դու կորցնում ես քո հավիտենական կյանքը։ Բարձրացրու քո ծարավը։ Դավիթ ասում է, ինչպես եղջերուն ջրի վտակներին է փափագում, ես էլ այնպես քեզ եմ փափագում։ Եթե այդ փափագը քո մեջ չկա, կորել է, կամ էլ չես ունեցել ընդհանրապես, սա նշանակում է, քո վերստին ծննդի վրա կարելի է հարցական նշան դնել։ Որովհետև ես վկա եմ եղել, երբ որ Շիրոյի որդին ծնվեց, Դավիթը։ Մի քանի րոպե հետո մենք հասել ենք այնտեղ, մտել։ Այս երեխան որ ծնվեց, մի հատ մեծ աղաղակ ուներ։ Գիտեք ինչի? Կաթի աղաղակ։ Կուրծքի աղաղակ ուներ։ Չկա մեկը, որ վերստին ծնվի ու իրա մեկ չլինի այդ աղաղակը դեպի Աստված։ Երեխաները երբ որ ծնվում են, իրանք սկսում են աղաղակել։ Ու առաջի բանը, որ ուզում են, իրանք ինչ են ուզում, ուտել են ուզում։ Պետրոս Առաքյալը ասում է, որ փափագեցեք անխարդախ կաթին,
որը Աստծո խոսքն է, ճշմարտությունն է։ Երբեք Աստծո խոսքը մի կողմ մեկ դրի։ Ոչ մի իրավիճակում ձեր կյանքի մեջ, ոչ մի հանգամանքի մեջ Աստծո խոսքը մի կողմ մի դրեք։ Այլ ընդհակառակը, թող Աստծո խոսքը լինի ձեր կյանքում այն ինդիկատորը, որ կստուգի ամեն ինչ, ինչ որ կատարվում է ձեր կյանքի մեջ։ Ստուգեք Աստծո խոսքով։ Ով ինչ է ասում, ով ինչպես է ասում, թող դա ստուգվի Աստծո խոսքի միջոցով։ Ուրեմն, թող մեր լսելիքները չփնտրեն շոյող խոսքեր, այլ թող մեր լսելիքները փնտրեն երկնքից խոսքեր։ Ամեն, փառք Տիրոջը։ Հաջորդ հոգին, ես կարծում եմ, որ եթե դուք լսում եք այս խոսքերը, դուք կարող եք դաժե ձեր կյանքի մեջ դրվագներ պատկերացնել ձեր մտքի մեջ, հիշել իրավիճակներ, որտեղ այս հոգիների ներգործությունը տեսել ենք։ Կայինի հոգու ներգործությունը, Քամի հոգու ներգործությունը, այս անունները չգրեցի, բայց գրեցի ճշմարտության դեմ ապստամբության հոգին, բայց Պողոս առաքյալը գրում է, ինչպես որ Հանեսը եւ Հերմեսը Մովսեսին հակառակվեցին, այնպես էլ կարելի ասել Հանեսի հոգին, բայց ճշմարտություն հակառակվող հոգին։ Եվ հաջորդը, որ անվանել եմ, սա Աբիսողոմի հոգին։ Մարդկանց սրտերը գողացող հոգի։ Առաջի Թագավորաց 15-րդ գլխից բերեք կարդամ այդ հատվածը։ Եվ Աբիսողոմը երկրորդ Թագավորաց 15 գլխի երկրորդ խոսքից։ Եվ Աբիսողոմը գիտեք, չէ՞ ով էր, Դավիթի որդին։ Դավիթը հաստատված էր ամբողջ Իսրայելի վրա արդեն թագավոր եւ բավականին հաջողակ էր, բավականին անուն ունեցող անձնավորություն էր, իր մասին երգեր էին երգել, որ Սավուղը 1000 հոգու սպանեց, բայց Դավիթը 10,000 հոգի, դու պատկերացրեք ինչ ավտորիտետ անձնավորություն էր Դավիթը Իսրայելի մեջ, Գողիաթին հաղթողը։ Մի մարդ, որ թագավորում էր ու ասում է, որ նրա թագավորության ժամանակ նա այնքան հաղթանակներ ունեցավ, որ իր շրջակայի բոլոր թագավորությունները իրան հարկատու էին։ Ու Աբիսողոմը ինչ արավ, կանուղ վեր էր կենում ու կանգնում դռների ճանապարհի մոտ։ Եվ ամեն մարդ, որ դատեր ունենում, որ գալիս էր թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ եւ ասում էր. Դու որ քաղաքից ես, եւ նա ասում էր Իսրայելի ցեղերի մեկից է ծառատ, եւ Աբիսողոմը նրան ասում էր. Տես քո ճանապարհը լավ է եւ ուղիղ է, բայց դու լսող չունես թագավորի կողմից։ Ակնարկելով, որ ժամանակ չունեն քո վրա ծախսելու։ Եվ Աբիսողոմը ասում էր. Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրում եւ իմ մոտ գար ամեն ով վեճ եւ դատ ունի եւ ես կարդացնեի նրան։ Եվ երբ որ մի մարդ նրան մոտենում էր նրան երկրպագելու, նա իր ձեռքը մեկնում էր եւ նրան բռնում եւ համբուրում նրան։ Եվ Աբիսողոմն այսպես էր անում բոլոր Իսրայելին, որ դատելու համար գալիս էին թագավորի մոտ, եւ Աբիսողոմը գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը։ Ժողովուրդ, անջատեք ձեր միկրոֆոնը։ Ով որ WhatsApp-ով միացրած է, անջատեք ձեր միկրոֆոնը, խնդրում եմ։ Ուրեմն ինչ էր կատարվում։ Աբիսողոմը գալիս էր, կանգնում դռների մոտ, մարդիկ, որ գալիս էին թագավորի մոտ, կանգնացնում էր այս մարդկանց, ու ասում էր,
ինչ գործում ես, ինչի ես եկել։ Դու պատկերացնում եք ինչ ձև էր ինքը շահում մարդկանց սրտերը, ինչ էր անում, որ մարդկանց սրտերը շահեր։ Փորձում էր գերավել նրանց ուշադրությունը։ Եվ ասում էր, երանի թե ես դատավոր լինեի, քո գործը հաստատ հաջողություն կունենար։ Տենում ես հիմա ինչքան հերթ ես կանգնելու, որ հասնես։ Տենում ես դու ճիշտ ես, բայց քեզ արդարացնող չկա։ Դու ստիպված ես տանջվելու, տառապելու։ Ես կարծում եմ, այս ոգու մեջ ներգործում է մի քանի ոգիներ են։ Այնտեղ Քամի ոգիներ, Կայենի հոգիներ։ Ու ստեղ մենք մի բան ենք տեսնում։ Նա մարդկանց իր կողմն էր քաշում։ Լսեք, ուշադիր լսեք, այս մարդը ոչ թե հետաքրքրված էր թագավորությունով, այլ հետաքրքրված էր իր թագավորությունով։ Եթե մարդը հետաքրքրված էր թագավորությունով, հոգատար էր Իսրայելի համար, ինքը մի բանով կփորձեր, որպեսզի այդ թագավորությունը հաջողության հասներ։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ նա գողացավ մարդկանց սրտերը։ Ու գիտեք ինչ աստիճանի հասավ, որ Դավիթը իր ընտանիքի հետ փախուստի դիմեց։ Փախավ ընդեղից, որտեղ բնակվում էր, որովհետև մարդիկ անցրել էին Աբիսողոմի կողմ։ Դավիթը թագավոր էր, նա իշխանավոր մարդ էր, ու ես կարծում եմ, երբ որ նրա առջև խոնարհվում էին, նրան երկրպագում էին, նա չէր ժխտում դա, չէր ասում մեկ անի։ Բայց Աբիսողոմ մարդկանց մեջ ցանեց դրա դեմ հակառակություն։ Նորմալ բան է, երբ որ թագավորի առաջ մեկը խոնարհվում է։ Մենք այսօր գնում ենք ինչ-որ իշխանավորի մոտ, մենք խոնարհությամբ ենք գնում ողջունելով, հեզ ու հուլ, ինչ ասում են, մենք կատարում ենք։ Նամակ գրելուց անգամ շատ բան ենք գրում, հովլիղ։ Բայց Աբիսողոմը ինչ արավ։ Տեսեք, եթե ես, երանի թե ես լինեի, ես քեզ չէի թողա։ Ես ցավում եմ, բայց ոմանց սիրտը այս մի հատ գրկելով գողացավ։ Բայց ուզում եմ քեզ ասեմ, որ սա ճիշտ հոգի չի։ Եթե դա չի գործում Աստծո արքայությունը շինելու համար։ Ես ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Ազատագրումը, բժշկությունը որդիների համար է։ Եթե դու աշխարհից մեկին շահելու համար գրկում ես, սա նորմալ է։ Բայց եթե ուրիշ եկեղեցուց մարդ գողանալու համար դու մեկին գրկում ես, դու ճիշտ հոգու ներգործության տակ չես։ Եթե ինչ-որ մեկը գալիս է, ես հիշում եմ, տարիներ առաջ մի հատ քույրիկ էր եկել և ինքը ուրիշ եկեղեցուց էր ու եկել էր, ինքը մի հատ ուրիշ եկեղեցի էր գնացել, ընդեղ իրան լավ էր զգացել, փորձել էր գա մեր մոտ։ Եկավ մեր մոտ ու սկսեց իր բողոքը իր հովի նկատմամբ։ Ու ես կասեցրեցի, ասի կներես, ես չեմ ուզում դու ստեղ խոսած դրա մասին։ Ես չեմ ուզում, որ մենք լսենք դրա մասին։ Ինքը դժգոհությամբ այն մի եկեղեցում շատ մեծ հաճույքով լսեցին իմ պատմածը, որտեղ ես ճիշտն եմ ասում։ Լսեք, մենք այդ ճիշտը չենք ուզում։
Մենք ուզում ենք Աստծո ճիշտը։ Մարդկանց, երբ որ ես հրահրում եմ Աստծուն հետևալ, ոչ թե ինձ։ Ես սրանով չեմ պարտանում, բայց ուզում եմ քեզ ասեմ, որ ես ինձ տեսնում եմ Աստծո առջև, որ ես հետաքրքրված եմ Աստծո արքայությունով, ոչ թե իմ թագավորությունով կամ արքայությունով։ Գիտեք ինչքան դրվագներ ա եղել, երբ որ օրինակ, մի հատ օրինակ բերեմ, մեր մոտ, երբ որ Դորտմունդից մի խումբ մարդիկ էին եկել, երբ որ Ռուբիկ եղբայրը եւ Վլադիկ եղբայրը մեր մոտ հույր էին։ Երկու մեքենա մարդ էր եկել այնտեղից։ Ծառայությանը մասնակցելու վերջում մոտեցան, Ռուբիկ եղբայրը հետ խոսեցին, Ռուբիկ եղբայրը ինձ կանչեց, ու այս մարդիկ խնդրեցին, ասում են, խնդրում ենք մեր եղբայր, մեր մոտ ծառայություն սկսեք։ Մեր մոտ ծառայություն սկսեք, մենք ուզում ենք, որ մեր մոտ եղնի, այդ տղեկից մեկը ռեստորան ուներ այնտեղ։ Ինքը ասավ, ես պատրաստ եմ յուրաքանչյուր օր, որ օրը ասեք, այդ ռեստորանը տրամադրեմ, որ դուք այդտեղ ծառայություններ անցկացնեք։ Մենք ամեն ինչ կանենք, մենակ սկսեք ժողով։ Գիտեք ես ինչ ասի եղբայրս։ Շատ ուրախ եմ, որ դες նախանձավորություն ունեք։ Բայց ասեմ քեզ, որ այնտեղ կա եկեղեցի։ Ես կարող եմ ձեզ ուղղորդել այնտեղ։ Ու ես իրանց տվեցի այդ եկեղեցու հասցեն, Facebook-ի մեջ բացեցի ու իրանք նկարեցին, ցույց տվեցի, որ այնտեղ եկեղեցի կա։ Գնացեք, ծառայությանը մասնակցեք։ Հա, դե նույն քաղաքի մեջ է։ Ես կարա իրանք դաժե պատրաստ էին ֆինանսավորել ամեն ինչ։ Բայց ես ասի չէ։ Ինչի համար, որտեվ ես իմ անունի տարածումը չեմ հետաքրքրված, ես հետաքրքրված եմ, որ Աստծո արքայությունը տարածվի։ Փարտիրոջ է։ Աբիսողոմի ոգին կամ հոգին, այդ այն հոգին էր, որ մարդկանց սրտերը գողանում է իրանց տնից։ Լսում եք։ Սա լավ հոգի չի։ Հռոմեացիս 16:17-18 խոսքերը ասում են. հեռու մնացեք նրանցից, ովքեր առաջացնում են բաժանումներ։ Այսօր ժողովրդությունների շուրջը ավելի շատ մարդիկ կան, քան ճշմարտության շուրջը։ Եվ առակաց 28-23-ում ասում է, մարդուն նրա ճանապարհների համար հանդիմանողը ավելի շնորհք պիտի գտնի, քան նրանց լեզուները, ովքեր շողոքորթում են։ Ասում եք, Աստծո առջև վարձք են գտնում նրանք, ովքեր հանդիմանում են, ոչ թե շողոքորթում։ Հաջորդ հոգին Ադոնայի հոգին։ Եթե այս իտառը հանենք մեջից, այդ մեջտեղի իտառը, ստացվում է Ադոնայ, որը ինչ է նշանակում։ Ադոնայ։ Ինչ է նշանակում։ Որն է։ Հոգատար։ Հոգատար, Ադոնայ, որ Տերը։ Այս մարդու անունը, այս գիտեք չէ, սա էր Դավիթի որդին։ Սա էր մյուս որդին էր, հենց Աբիսողոմի եղբայրն էր։ Ու իր հայրը իր անունը դրել էր Աստծո անուններից մեկը։ Ու մի հատ դժբախտություն ասեմ այս մարդու կյանքի համար, որ երբ որ կարդում ենք իր պատմությունը, ասում է, որ այս մարդուն իր հայրը երբևիցե ոչ մի բանի մեջ չէր հանդիմանել եւ ուղղություն չէր ցույց տվել։ Սա դժբախտություն է, երբ որ մեկի հայրը իր որդուն միայն պաշտպանում է, չի հանդիմանում, չի սովորեցնում։ Ու այս մարդը ինչ արավ, արդեն երրորդ թագավորոց գլխի մեջ, առաջի գլխի մեջ, երբ որ Դավիթը արդեն շատ հիվանդացել, շատ տկարացել էր, արդեն ուժ զորություն չուներ,
անկողնային էր ինքը կարելի ասել, որտեղ ընդեղ է ձևագրված, որ ինքը անգամ մրսում էր ահավոր, եւ այս Ադոնայը ինչ արավ, ինքը հրավիրեց բոլոր ղեկավարներին, իրան նախընտրած մարդկանց, այն մարդկանց, որոնք մի քիչ ինչ-որ հարցերի մեջ թագավորին աննազանդություն էին ցուցաբերել, ու կերուխում կազմակերպեց։ Նա ընդեղ դաժե թվարկվում է, ես չեմ գրանցել, չեմ հիշում հիմա ինչքան, բայց հազարավոր արջարներ եւ ոչխարներ խորոված արավ, որ այդ մարդկանց լեցուն կերակրի։ Ու գիտեք ինչ էր դրանով ուզում անի, ինքը դրանով մարդկանց խորոված ու տասներով ուզում էր դառնա թագավոր։ Եվ այդ ժամանակ Նաթան մարգարեն եկավ Սողոմոնի մամայի մոտ ու նրան ուղարկեց թագավորի մոտ։ Ու Նաթան մարգարեի առաջնորդությամբ Սողոմոնը դարձավ թագավոր։ Եվ այս անձնավորությունը Ադոնայի ինքը արդեն քիչ էր մնում թագավորությունը վերցնել։ Ուտել խմելու միջոցով։ Լսեք, ես դեմ չեմ, որ ուտել խմելը լինում է, բայց ես դեմ եմ, որ դա դառնում է առաջի տեղ։ Այսօր ցավով եմ ասում, բայց շատ եկեղեցիներ ավելի շատ դրան են ուշադրություն դարձնում, քան Աստծո խոսքին։ Պողոս առաքյալը, երբ որ եկեղեցիներից մեկում ասում է գիշերը երկարացրեց խոսքը, լսում եք ինչ է երկարացրեց, խոսքը, ոչ թե ուտոշ խմոչը, բայց ցավում եմ այսօր մենք ավելի լավ կհավաքվենք ուտել խմելու համար, քան Աստծո խոսք լսելու համար։ Ու այսօր մարդիկ ավելի շատ հետաքրքրված են դրան, քան Աստծո խոսքին։ Սա ցավ է։ Բայց ուզում եմ քեզ ասել մի բան, որ Աստծո արքայությունը, ով կա այդ խոսքը շարունակի, Հռոմեացիս 14-17-ը, ուտելիք եւ խմելիք չի, այլ արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Փառք Տիրոջը։ Սա ոգի է, որ այսօր գործում է աշխարհի մեջ։ Ցավոք սրտի, սա շատ քրիստոնյաներ, եկեղեցիներ առաջի տեղը դրել են սա։ Բայց ես ուզում եմ քեզ այսօր ասեմ, մի գրավվի դրանով, այլ գրավվի Աստծո խոսքով։ 6-րդը Ամնոնի հոգին։ Ամնոնը հիշում եք ով է, ծանոթ եք իրան։ Սա էր Դավիթի որդիներից մեկը։ Ամնոնի հոգին դա ինչ է իրանից ներկայացնում, սա մարմնական ցանկությունների հոգին, երբ հոգևորը փոխվում է մարմնավորով, ֆալշով, ավելի ջանք էֆեկտին կամ ձևին, քան հոգում։ Այս Ամնոնը երրորդ թագավորաց 13-րդ գլխի մեջ է գրված դրա մասին, որ նա ցանկությունների բռնկվության պատճառով իրականացրեց բռնաբարություն։ Երբ որ կան մարմնական ցանկություններ, առաջանում են անբարոյականություն, սրբության կորուստ, կերքերի առաջացում։ Ես մի քանի շաբաթ առաջ մենք Ստրասբուրգում էինք եւ երբ որ Ստրասբուրգում էինք
երեկոյան դուրս եկանք, շաբաթ երեկոն էր, դուրս եկանք գնացինք այդ իրանց քաղաքի կենտրոնի տաճարը, շատ գեղեցիկ տաճար է իրականում, եւ երբ որ այս տաճարի ղեկավարությունը, քաղաքի ղեկավարության հետ քննարկել է այն փաստը, որ շատ քչացել են մարդիկ, որ գալիս են այդ եկեղեցի, որովհետև այդ եկեղեցու մուտքը վճարովի է, ու իրանք մեծ կորուստներ են սկսել ունենալ, սկսել են մտածել ինչպես մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնեն, որ մարդիկ նորից ցանկանան գան եկեղեցի, մեջը մտնեն, որպես մուզեյ նայեն, ու այդ եկեղեցու հենց իր շենքի շինությամբ սարքել են լազեր շոու։ Ես դաժե YouTube-ի մեջ գցել էի մի դրվագ, մի քանի րոպե, մի 2 րոպե, ինչ շատ հետաքրքիր, շատ գեղեցիկ է դա, բայց իմ սրտի մեջ իրականում դա մի հատ մեծ ցավ էր պատճառում, ինչի համար, որովհետև մարդիկ այսօր ինչ որ շոուներ են սարքում, որպեսզի մարդկանց գրավեն, բերեն, քաշեն, դարձնեն իրանց հաճախորդ։ Լսեք, մարմնի ցանկություններով շահված մարդիկ, նրանք եթե ուրիշ ավելի զգացմունքային տեղ գտան, գնալու են։ Դրա համար ես ուզում եմ քեզ ասեմ, որ քո եւ իմ հետաքրքրությունը պետք է լինի Աստծո խոսքը։ Իմ եւ քո հետաքրքրությունը պետք է լինի նրա մեջ, որ մենք բռնենք Աստծո ճշմարտությունը։ Ես ուզում եմ քեզ ասեմ, որ եթե մենք մարմնի հետևից ենք գնում, մարմնավոր ցանկությունների հետևից ենք գնում, դրա հետևին կանգնած է դիվային ոգին, որտեղ Աստծո խոսքը կոնկրետ է ասում, մարմնավոր դիվային, դրա հետևը կա դիվային ներգործություն։ Եվ այս ամոնի հոգին, որ մենք տեսնում ենք Աստվածաշնչի մեջ, մենք տեսնում ենք, որ այս մարդը անգամ անտեսեց ամենասուրբը մարմնի ցանկություններով բռնված լինելու պատճառով։ Եվ առաջի Թեսաղոնիկեցիս 4:3 խոսքի մեջ ասում է. սա է Աստծո կամքը, ձեր սրբությունը։ Լսում ես, սա է Աստծո կամքը, ձեր սրբությունը։ Եվ վերջինը 7-րդը, որի մասին ես ուզում եմ քեզ զգուշացնեմ, դա Սողոմոնի որդու Ռոբավամի հոգին է։ Ինքնահավանության եւ ինքնավստահության հոգին։ Առաջի Թագավորաց 12-րդ գլխում, երբ որ Ռոբավամը դառավ թագավոր, եւ մարդիկ հավաքվեցին, եկան ասեցին, որ հայրդ տաճար շինելու համար մեր վրա մեծ շտոյա դրեց, նալոգ դրեց, որ մենք տանք, որպեսզի այդ տաճարը կառուցվի։ Բայց հիմա արդեն տաճարը կառուցված վերջացած է։ Խնդրում ենք դու լինելով մեր թագավորը քիչացրու այդ նալոգները։ Եվ թագավորը Ռոբավամը խորհրդակցեց այն մարդկանց հետ, որոնք խորհուրդ էին տվել ժամանակին իր հորը։ Նրանք ասեցին, որ մարդկանց սրտի ուզածը արեք, այդ ժամանակ նրանք կնվիրվեն քեզ։ Եվ նա չլսեց այդ խորհուրդը, ինքը իր հասակակիցներին կանչեց ու նրանց հարցրեց, ինչ եք ասում, նրանք ասեցին կանգնի մարդկանց առաջ ու քեզ ինքնավստահ բայ։ Դու ասա, եթե իմ հայրը ձեր վրա իշխում էր, ես ձեզ վրա ավելի պիտի իշխեմ, որովհետև իմ ճկուտը ավելի հաստ է, քան իմ հոր տազը։ Ու դրանով ինքը մարդկանց վրա փորձեց ավելի մեծ իշխանություն դնի ու դա պատճառ դարձավ, որ Իսրայելը բաժանվեց եւ Ռոբավամը կորցրեց թագավորությունը իր։ Երբ որ մենք այնքան ենք ինքնավստահ, որ խորհուրդ չենք ընդունում, մենք ասում ենք մենք ամեն ինչ գիտենք,
երբ որ մենք ավելի նայում ենք մեր անձի եսասիրությունից ելնելով, ինքնավստահությունից ելնելով, քան Աստծո ճշմարտությունից։ Երբ որ մենք կանգնում ենք, ես հիմա ասում եմ որպես եկեղեցի, ասում ենք, որ մենք ամենալավ եկեղեցին ենք, կամ ամենաճիշտ եկեղեցին ենք, սա ճշմարտություն չի։ Մենք բոլորս է Քրիստոսի դաշտն ենք, ուղղակի մի դաշտում Տերը նախասահմանել է, որ պետքա ցորեն ցանվի, մի դաշտում պետքա, օրինակ, կարտոշկա ցանվի։ Դրա համար մենք տարբերվում ենք իրարից, բայց մենք բոլորս Տիրոջ դաշտն ենք։ Բայց Ռովաբամի հոգին, այդ ինքնահավանության, ինքնավստահության հոգին, դա այն հոգիներից մեկն է, որ իրականում այսօր հակառակվում է Տիրոջ հոգուն։ Եվ Առակաց 19:21-ում ասում է. մարդու սրտում շատ խորհուրդներ կան, բայց Տիրոջ խորհուրդն է, որ կմնա։ Դրա համար ճիշտն է, որ մենք դիմենք Տիրոջ խորհրդին։ Ամեն։ Եթե այս հոգիների ազդեցությունը գործում է եկեղեցում, մեռնում է ճշմարիտ սերը, կորչում է միաբանությունը և թուլանում է Աստծո ներկայությունը, բայց Աստված իր եկեղեցում տվել է Սուրբ Հոգին, ու մեզ սա անհրաժեշտ է, Սուրբ Հոգու այս դրսևորումները։ Եսայի մարգարեության 11:2 խոսքում. նրա վրա պիտի իջնի Աստծո հոգին, իմաստության և հանճարի հոգին, խորհրդի և զորության հոգին, գիտության և աստվածապաշտության հոգին, Աստծու երկյուղի հոգին պիտի լցվի նա, ոչ ըստ կարծիքի պիտի դատի նա, և ոչ էլ ըստ խոսքերի հանդիմանի։ Ուրեմն, 7 դրսևորումներ Սուրբ Հոգու, Տիրոջ հոգին, իմաստության հոգին, հասկացողության հոգին, խորհրդի հոգին, զորության հոգին, գիտության հոգին, Տերոջ երկյուղի հոգին, եթե եկեղեցում իշխում է Սուրբ Հոգին, ապա Կայենի նախանձը փոխարինվում է եղբայրասիրությամբ, քամի քննադատությունը սիրով, որ ծածկում է, ապստամբությունը հնազանդության է վերաբերվում, աբիսողումը բաժանություն չի բերում, այլ ընդհակառակը միաբանության վրա է աշխատում։ Ադոնային գործը նպաստում է միաբանության, Ամնոնի մարմնականությունը դառնում է սրբության ձգտումը, Ռովաբամը հպարտությունից փոխվում է խոնարհության։ Իմ կոչն, որպեսզի մենք չտերմեցնենք Սուրբ Հոգուն, այլ հնդակառակը։ Ոչ մի բան թող չփոխարինի Սուրբ Հոգուն։ Եվ ուզում եմ քեզ ասեմ, այս վերջին ժամանակներում եկեղեցին չի հաղթի մարդկանց իմաստությամբ կամ կազմակերպչությամբ, կամ միայն այն ժամանակ, երբ նրա մեջ լիարժեք գործի Սուրբ Հոգին և նրա դրսևորումները։ Այն ժամանակ եկեղեցին կլինի սուրբ, միաբան, պատրաստ Քրիստոսին վերադարձի։ Ես մի բան եմ հասկացել, որ այս ոգիները կամ հոգիները, որոնք գործում են, ես դրանց դեմ անելիք չունեմ, չեմ կարող կանկուրեն ծեղնել իրանց հետ։ Լսեք, այն մարդիկ, որոնք իրանց այս աբիսողոմի նման սենց սիրով, սենց իրանց ձևական այդ շողոքորթությունով, որ գրավում են մարդկանց, ես իրանց կողմ կանկուրեն չեմ։ Ես նաև կանկուրեն չեմ են մարդկանց կողքին, ովքեր ցանկություններ բխելով մարդկանց մեջ առաջացնում են ցանկություն։ Ես կանկուրեն չեմ են մարդկանց մոտ, որոնք ուտել խմելով կազմակերպում են ինչ-որ մի բաներ։ Ես մի բան, մի քանի օր առաջ, երբ որ աղոթում էի, այս քարոզը, երբ որ Տերը տվեց իմ հոգու մեջ, միջև այս քարոզը տալը, ես ասում էի, Տեր, ես կանկուրեն չեմ ուրիշների հետ։
Ես չունեմ ինչ-որ մի առավելություն, որի հիման վրա ես կարող եմ ասել, որ ես իրանց կհաղթեմ։ Եվ Տերը այս խոսքերը տալով մի բան ցույց տվեց, որ քո պայքարը մարդկանց եւ երևույթների հետ չի, այլ հոգիների հետ, որոնք Աստծուն դեմ են գործում, որոնք Աստծու աթոռից չեն բխում։ Ու դրանց հաղթելու համար դու մի բանի կարիք ունես, Աստծո հոգու կարիք ունես, որպեսզի Աստծո հոգին գա եւ ներգործի քո կյանքում։ Իմ կանչն է այսօր ձեզ, եղբայրներ, քույրեր։ Իհարկե ես մյուս անգամ, երբ որ քարոզելու եմ եղնելու, դա կեղնի մյուս կիրակի, կամ այն մյուս կիրակի, կամ այն մյուս կիրակի, երբ որ Աստված տա, երբ որ ես քարոզելու եմ եղնելու, ես քարոզելու եմ այս 7 դրսևորումների մասին, որոնք Աստծո հոգին դրսևորում է։ Դա նույն հոգին է, որ ունի 7 դրսևորումներ։ Եվ ես ուզում եմ քեզ ասեմ, քո մեջ բարձրացնեմ այդ ծարավը, այդ կարիքը, որ փափագենք, Տեր, ես ուզում եմ, որ քո հոգին գործի մեր մեջ։ Մենք ուզում ենք հաղթել այն հոգիներին, որոնք քեզանից չեն։ Ու մեր հաջողությունը ոչ թե նրա մեջ է, որ մենք կարող ենք ինչ-որ բան անել, այլ նրանում է, որ մենք կարող ենք փափագել, փնտրել Տիրոջ հոգուն, ձգտել, թող իմ կարողությունը լինի իմ տկարության մեջ, որովհետև ես հասկանում եմ, որ ես Աստծո հոգու կարիքը ունեմ, ես հասկանում եմ, որ ես Աստծո ներգործության կարիք ունեմ, եւ ես կարիք ունեմ, որպեսզի Սուրբ Հոգին գա այստեղ իր ներգործության մեր մեջ գործի։ Սրա համար ես անելու բան ունեմ։ Գիտեք որն է իմ անելիքը, որպեսզի ես չտրտմեցնեմ Սուրբ Հոգուն, այլ ընդհակառակը տեղ տամ նրան, դռներ բացեմ նրա համար, որպեսզի նա կարողանա իմ մեջ տեղ գտնի ոտը դնելու։ Տերը փնտրում է, Տերը փնտրում է տեղ, մարդ համան գալի, որի վրա կարող է իր հոգին թափել։ Եվ դու կարող ես լինես այդ մարդը։ Ես կարող եմ լինել այդ մարդը, եթե ի սրտա փափագեմ ու խնդրեմ նրա։ Տերոջ խոսքը ասում է, ով ծարավացներ, եկեք ինձ մոտ, եւ ես ձեզ կլցնեմ։ Ով ծարավացներ, եկեք իմ մոտ, եւ ես կլցնեմ այնպես, որ ձեր մեջից կսկսեն բխել։ Ես կարիք ունեմ Տիրոջ հոգու։ Ես կարիք ունեմ Սուրբ Հոգու։ Ես կարիք ունեմ, որ Տիրոջ հոգին ինձ դարձնի այն մարդկանցից մեկը, որոնց մեջից բխում է այդ գետերը։ Ու ես եւ դու այդ կանալն ենք, այդ մարդիկ ենք։ Ես խնդրում եմ քեզ, որպեսզի դու բարձրացնես քո փափագը Տիրոջ հոգու նկատմամբ։ Բայց նախ եւ առաջ, եթե այդ հոգիներից մեկի մեջ ունեցել ես գայթակղություն, նախ եւ առաջ քայլ անելով Տիրոջ առջև ասա Տեր, ներիր, որ ես ընկնելով ինչ-որ ոգու ազդեցության տակ, կլինի դա նախանձ, կլինի դա ինչ-որ մի հատ ուրիշ դրսևորում, թող դա վերանա մեր կյանքից, որ Սուրբ Հոգին չտրտմի մեզ նայելից։ Սուրբ Հոգի, ես խնդրում եմ, որպեսզի դու մեզ ազատագրես ամեն մի ոգու ներգործությունից, որ կարող է լինի մեր կյանքի մեջ։ Բերեք կանգնենք ոտքի աղոթքով։ Հալելույա, հալելույա, փառք ես Տեր, փառք ես Տեր Հիսուս։ Փառք ես Տեր Հիսուս։ Փառք ես Տեր Հիսուս։ Փառք ես Տեր Հիսուս։ Այո, Տեր, ես շնորհակալություն եմ հայտնում քո ճշմարտության համար։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ դու խոսում ես։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ դու տալիս ես հայտնություններ, որ դու խոսում ես եւ ցույց ես տալի ճիշտ ճանապարհը, Տեր։ Ես աղոթում եմ, որպեսզի Աստված իմ օգնես մեզ հաղթահարել, ազատագրել, ազատագրվել այն հոգիներից,
որոնք քեզանից չեն, Տեր։ Այո, Տեր, այդ հոգիները մեր շուրջն են, մեր մեջ են, եւ նրանք փորձում են մեր վրա ազդեցություն ունենալ, բայց ես աղոթում եմ այսօր, որպեսզի քանդվեն դրանց զորությունը մեր կյանքի մեջից, Տեր։ Ես հակառակվում եմ հպարտության հոգուն, ես հակառակվում եմ նախանձի հոգուն, ես հակառակվում եմ ճշմարտության ապստամբության հոգին, ես հակառակվում եմ ինքնավստահության հոգուն, ես հակառակվում եմ մարմնի ցանկությունների հոգուն, ես հակառակվում եմ աբիսողոմի հոգուն, եւ այսօր հռչակում եմ, որ այս եկեղեցին, այս հավաքույթի վայրը Տիրոջ ներկայության եւ Տիրոջ հոգու տեղն է։ Այո, Տեր, ես խնդրում եմ, որպեսզի մեր վրա թափվի եւ գներգործի Տիրոջ հոգին, իմաստության հոգին, հասկացողության հոգին, խորհրդի հոգին, զորության հոգին, գիտության հոգին, Տիրոջ երկյուղի հոգին Աստվածին։ Թող մեծից մինչև փոքրի վրա իջնի քո հոգու ներգործությունը, Տեր։ Քո սուրբ հոգու ազդեցությունը թող այսօր այնպեսի զորավոր լինի մեր վրա, որ քո երկյուղը մեր սրտերի մեջ լցվի այնպես, որ դատանենք մեր կյանքի յուրաքանչյուր բնագավառի մեջ Աստվածին։ Ես աղոթում եմ, որ քո սուրբ հոգու ներգործությունը, Տեր, մեր մեջ լցվի այնպես, որ մենք խոնարհվենք, Տեր, ու ոչ թե ապրենք մեր երիշխի քնքշանքով, մեր մարմնի ցանկություններով, այլ մեր հոգու խոնարհությունով եւ փափագով հետևալ քեզ, Տեր։ Սուրբ Հոգի, ես աղոթում եմ, որպեսզի մեր վրա գա Տիրոջ ներկայության հոգին։ Հալելույա, հալելույա Իսուս։ Դու կենթանի ես, Տեր։ Եվ ես հավատում եմ, որ քո փափագն է, որ մեր մեջ լինի եւ ներգործի քո Սուրբ Հոգին, Տեր։ Եվ դու փնտրում ես մարդիկ, որոնք կասեն, ահա ես, Տեր։ Ես պատրաստում եմ իմ անձը, ես պատրաստում եմ իմ միտքը, սիրտը, ես պատրաստում եմ իմ կյանքը, որպեսզի լինեմ ազատ բոլոր հոգիներից, որոնք քեզանից չեն, որպեսզի լցվեմ քո հոգով, Տեր։ Ահա ես, Տեր, ահա ես, Տեր, իմ սիրտս բացում եմ քո առջև։ Ահա ես, Տեր, որ անպիտան էի հավատքի համար, բայց դու քո ողորմությունով դարձրեցիր պիտանի, Տեր։ Ու ես կարող եմ քո արքայության մեջ դառնալ պտղատու անձնավորություն, ես կարող եմ դառնալ քո արքայության մեջ մեկը, որը առաջնորդվում է եւ ապրում է քո Սուրբ Հոգով։ Տեր, շնորհքը թող գործի մեր մեջ Հիսուս։ Տեր, շնորհքը թող գործի մեր մեջ Հիսուս։ Պատվում ենք քեզ, Տեր։ Պատվում ենք քեզ, Տեր։ Եվ ամեն հպարտություն, ամեն մի որ ապստամբել է, Տեր, խոնարհացնում ենք քո ոտքերի առջև, Տեր Հիսուս Քրիստոս։ Այո, քո խոսքի առջև ենք խոնարհեցնում բոլոր մեր զգացմունքները, մեր հպարտությունը եւ մեր կամքը, Հիսուս։ Մենք փնտրում ենք քո թագավորությունը, Տեր։ Քո խոսքը ասում է, ամեն բանից առաջ փնտրեցեք